Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Պարոն Ղազյան, դուք ասացիք, որ անջատումների քանակները ավելացել են, Ռոմանոս Պետրոսյանն էլ ասում է, որ չեն ավելացել, մի բան էլ նվազել են։ Որքան գիտենք, այդ տեղեկատվությունը պետք է լինի բաց քաղաքացիների համար, ինչու հիմա այդ տեղեկատվությունը ՀԵՑ-ը չի հրապարակում։ Լիցենզիա չունի։ Իմ հասնելը կներեք կարծես թե տրամաբանական շարունակություն է սարսի սպասարկման որակի մասին էլ կուզենամ խոսեք, հա ժամանակավոր կառավարչի է պաշտոնավարման տարիներին ինչպիսի դինամիկա եք նկատում։ Տարիներ չէ, ամիսներին։ Ես մի հատ կարճ բան ասեմ, հետո էլի կներես։ Ես այսօր ներողություն եմ խնդրում բոլորին, մի 10 րոպե ուշացել է հենց այն պատճառով, որ լուսացույցերը Երևանի կենտրոնում ուղղակի չունեն։ Ուղղակի սա տիպիկ օրինակ է, հենց այսօր գրասենյակից դուրս եմ եկել եւ լուսացույցերը ընդ որում առավոտվանից չունեն։ Առավոտը գրասենյակ գալուց լույս չկար եւ այստեղ գալուց էլի լույս շարունակում էր լուսացույցերում չներ։ Կներես Ուրեմն անջատումների հետ կապված մենք ժամանակին հրապարակում էինք անջատումների քանակը, ժամկետները, հիմա կարող եմ ենթադրել ընդհանրապես չի հրապարակում, որովհետև սուտ են խոսում։ Այսինքն շատ ներողություն, եթե մարդ բան չունի թաքցնելու, որ նախնդիրը չհրապարակելու։ Ես առաջարկեցի հանձնաժողով ստեղծելու տեսքով, այսպես այդ ամբողջ հարցը լուծել, բոլորի համար պարզ լինի, հիմա եւս մի առաջարկ ուղիղ անջատումների վերաբերել։ Թող ամենօրյա ռեժիմով տան անջատումները, ամենօրյա ռեժիմով տևողությունով։ Վերջնաշուտ սոցիալական ցանցերը կան, շատ նորմալ քննարկվում է եւ պատկերացնում եք, ասենք տան օրինակ մեր հասցեն այդ օրը չի անջատվել կամ անջատվել է ժամանակը քիչ տան։ Բնականաբար ես որ գիտեմ, որ անջատվել է եւ ժամանակն էլ են ֆիքսում, ինչպես բոլորս։ Ընդհանրապես վախենում են, որ այսպես ասած իրականությունը կպարզվի։ Դրա համար չեն անում։ Հիմա առաջարկ եմ ուղիղ անում եւ պնդում անգամ, դուք էլ խնդրում եմ օգնեք մեզ այդ հարցում, որպեսզի մեր ազգաբնակությունն է պատկերացնի ամեն ինչ, չնայած լավ պատկերացնում է, թող տան օրեկան, օրինակի համար, օրեկան անջատումները ըստ տևողության եւ հասցեների։ Պարոն Օրբելյան, հարցը ձեզ ուղղեմ։ Հայտնի փաստ է, որ ժամանակավոր կառավարիչը բազմաթիվ մասնագետների ազատել է աշխատանքից, նրանց մի մասը փորձում են իրենց իրավունքները դատական կարգով վերականգնել։ Կա արդյոք վիճակագրություն, քանիսն են հաղթել դատարանում, քանիսն են դիմել եւ քանիսն են հաղթել, ունենք նման վիճակագրություն։ Մենք հարցում արել ենք ընդհանրապես աշխատանքի պայմանագրերը լուծելու հիմքերի ձևերի մասով բավականին մեծ քանակությամբ, կարող է սխալ մտաբերեմ, էլի, բայց ասենք 500-ի չափ տես թիվ էր արձանագրված դադարել են, աշխատանքային պայմանագրերը մի մասը իրենց դիմումները տարբեր են, մի մասին աշխատանքից հեռացրել են, ստատիստիկա չեն վարում, որովհետև այս գործի քննության համար էական նշանակություն չունի, հետագայում կարող էական նշանակություն ունենա, օրինակ վնասի հատուցման հարց քննարկելու համար, երբ որ դատական գործընթացները ունենան որոշակի արդյունք։ Ապօրինի հեռացված անձանց մեկն է պարոն Ղազիջին համապատասխանաբար գիտեմ, որ թվերը տասնյակներ են, բայց կոնկրետ թվեր, որոնք են, ինչ թվերով չեմ ուսումնասիրել, ուզում եմ այստեղ էլ պարզ լինի, որպես փաստաբան ներկայացնում եմ ճիշտ տաշիր կապիտալի բաժնետիրոջը, բայց տվյալ դեպքում տվյալ ներկայացությունը պայմանավորված է նաև հեծի շահերի պաշտպանությամբ, որովհետև վերջի վերջո քննարկման առարկա է դառնում ոչ թե բացառապես ներդրողի, այլ հեծի լիցենզիայի վերականգնման հարցը, հա, որովհետև հենց դրանով է պայմանավորված մեր ներկայացությունը տվյալ գործընթացում։ Իհարկե սա չի բացառում նաև տաշիր կապիտալի իրավունքների պաշտպանությունը հետագա գործընթացներում, ասենք կլինի միջազգային գործընթացներ, թե դա կլինի այդ հանրային գերակաշահի կամ ինչ-որ պրոցեսների, որտեղ կա մի քանի դատական գործընթացներ այդտեղ էլ։ Եվ տվյալ լույսի ներքո ակնհայտ է, որ մենք ներկայացնում ենք հենց ոնց որ իրավական տեսակետից ընդդեմ հեծի հանդես գալու ոնց որ եթե ինչ վերաբերվում այս վարույթին գործընթաց չունենք համապատասխանաբար այս լույսի ներքո մենք չենք էլ վարել, չենք նայել հետագայում եթե խնդիր առաջանա ժամանակավոր կառավարչի կողմից պատճառած վնասի փոխհատուցման խնդիր, ընդ որում ուզում եմ ուշադրություն հրավիրեմ բոլոր քաղաքացիներին, դա քաղաքացիների գրպանից գնացող փոխհատուցում է լինելու, որովհետև օրենքում գրել են, որ այդ ամբողջը փոխհատուցվելու է ոչ պատշաճ վարչարարությամբ հասցված վնասի լույսի ներքո։ Սա կրկին ցույց է տալիս, որ մոտավորապես պատասխանատվություն չվերցնելով բարձր աշխատավարձ ստանալու դաշտում գործող անձենք ունենք, ի տարբերություն ընկերության տնօրենի, ով որ ստանում է աշխատավարձ եւ գիտի, որ ինքը պատասխանատու է բաժնետերերի իրավունքների պաշտպանության եւ բաժնետերերին ներկայացնելու համար։ Այսինքն
ժամանակավոր կառավարիչը ստացել է բոլոր իրավասությունը, գործում է առանց որևէ կաշկանդվածության, բայց ունի տնօրենի աշխատավարձ։ Ես ուզում եմ ֆիքսեմ, որ դատական մի շարք գործեր կան, որտեղ հենց տնօրենի աշխատավարձի բարձրությամբ պայմանավորված տնօրենի ֆիդուցիար պարտավորությունը, որ տնօրենը պարտավորություն է կրում հենց բաժնետերերի, ընկերության լավագույն շահով առաջնորդվելու, ինչը տվյալ դեպքում չկա ժամանակավոր կառավարիչի հետ կապված։ Հետևաբար ստատիստիկա չունեմ, բայց գիտեմ, որ կան տասնյակից ավելի հաստատ ընդդեղի թվեր լսել եմ 30-40, բայց չեմ ստուգել, որ ասեմ ճիշտ են թե չէ։ Երկու բառով ուղղակի ասեմ, կոնկրետ իմ որոշման իմ հետ կապված որոշումը դատարանը որ տվել է, այնտեղ մի արտահայտություն է այսպես գրել, որ կա ճգնաժամ իմ եւ ժամանակավոր կառավարչի հարաբերություններում։ Նախ առաջինը ժամանակավոր կառավարիչ արտահայտությունը արդեն ենթադրում է, որ նա ժամանակավոր է։ Ես այդտեղ 20 տարի աշխատում եմ։ Եվ երկրորդը, այսինքն նա ժամանակավոր է, նա պետքա գնար ու այնտեղ հստակ ֆիքսել է, որ սխալ է ազատվել, բայց չեմ վերականգնվում, որովհետև ճգնաժամ կա աշխատանքայինով։ Այսինքն դատարանը ֆիքսում է, որ Դավիթ Ղազինյանը եւ տասնյակ այլ մարդիկ այս պայմանությամբ ազատվել են սխալ, այսինքն հրամանը եղել է ոչ իրավաչափ, ոչ օրինական, բայց նաև փոխհատուցում է տալիս եւ դա վերաբերում է բավականին մեծ թվերին։ Պարոն Օրբելյանը նշեց, հավատացած եղեք, հիմա ուղղակի այս փուլերը որ անցնի, կոնկրետիմը շատ մեծ գումար է, թույլ տվեք այս բանը չհայտարարեմ, ու ընդհանրապես հաշվի առնելով որ ղեկավար անձնակազմն է ազատվել աշխատանքից, բնականաբար աշխատավարձերը ավելի բարձր են։ Խոսքը վերաբերվում է շատ մեծ գումարների, կգա օրը մենք կհայտարարենք, այդ արդեն սեփականատիրոջ այսպես միջոցներից չի գնալու, դա գնալու է կոնկրետ սակագանի մեջ, այսինքն ինչ որ մի բան չի կատարվելու, ներդրումային ծրագրով կլինի, ոնց կլինի, որի արդյունքում պետք է դատարանի որոշմամբ փոխհատուցվի։ Հիմա այստեղ եկել են ասում են, չգիտեմ, ինչ որ որոշ գումար մենք տնտեսել ենք, չգիտեմ, այս չեն կարել, այն չեն կարել, բայց ընդհանրապես մի գրչով իրենց քաղաքական ամբիցիաները այսպես բավարարելու համար մի գրչով ազատել են օրինակ ինձ, դատարանը ֆիքսել է, որ օրինաչափ չէ հրամանը եւ տրվել է փոխհատուցում բավականին մեծ գումար։ Հիմա արդեն ժողովուրդը գնահատի ինչ։ Ընդ որում հետագա գործընթացները կարող են նաեւ անհատական պատասխանատվության խնդիր բարձրացնել, օրինակ դիտավորյալ գործողությունների դեպքում։ Սա պետք է արդեն գնահատման առարկա դառնա, վերաքննիչով գործը կհաղթենք, հետո կսկսենք արդեն մնացածը քննարկենք, խնդրեմ։ Այսօր է Պարոն Ղազինյան, դուք նշեցիք 1500 ուշացման հայտերի վերաբերյալ, արդյոք դա նոր սպառող բաժանորդների մասին է, այս մասով տեղեկություններին է խոսքը դրանց է վերաբերվում եւ ինչով է պայմանավորված, եւ դուք էլ նշեցիք, որ հետցում մեկնարկել է նոր սպառող բաժանորդների վերաբերյալ վճարների 30-ից 40%-ով նվազեցման հարցը, ընդգծեցիք, որ դա ձեզ է դարձյալ ուղում, սրա վերաբերյալ ինչ կասեք, արդյոք այս իջեցումները արդյոք իրականությանը համապատասխանում է թե ոչ, եւ Նիկոլ Փաշինյանը ասել էր, որ գործընթացի ավարտի նկատի ունենալով հեծի պետականացմանը երկու սցենարով են առաջնորդվելու կամ պետությունը կկառավարի հեծը կամ էլ հավատարմագրային կառավարման կհանձնեն, ինչ է կարծում ի վերջո որ տարբերակին իշխանությունը կանգառնի։ Տեսեք, ես չեմ ասել, որ հիմիկվա այս իջացվողն է մեզ վերագրվում։ Ես ասել եմ, որ ժամանակին թանկացավ բավականին շատ, որը փորձում են վերագրել մեզ այն դեպքում, որ մենք որևէ գործիք չունենք դա անելու։ Դա անում է հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովը։ Եվ այդ թանկացումները այնտեղ սխեմա է աշխատում։ Հանձնաժողովը որոշում է ինչ պետք է անի, որպեսզի սակագնի վրա ազդեցությունը չունենա։ Հիմա ինքը որոշել է այդ ձևով։ Այնտեղ մի քանի սցենար կարող էր աշխատել, կամ բոլորի համար պետք է սակագինը թանկանար, որովհետև էներգոհամակարգը ունի խնդիր բալանսային, ոչ հեծը, ընդհանուր էներգոհամակարգը։ Իսկ սակագինը կազմում է ընդհանուր էներգոհամակարգի բալանսի մինուս կամ պլյուսի արդյունքում։ Հիմա այս պարագայում որոշել են իջեցնել, դա իրենց կողմից, այսպես ասեմ, ընտրակաշառքի մի ձև է, ինչպես նաև թոշակներ, ինչպես նաև այլ բաները, որոնք կատարվում են։ Հիմա մեր նկատմամբ ռեպրեսիաներ են կատարվում, մարդկանց տանում են անհասկանալի ձևերով, ինչ որ ցուցմունքներ են փորձում կորզել, այլ պարագայում օրինական, չգիտեմ, թոշակներ են բարձրացնում, բնականաբար այսպես ասեմ, ընտրությունից մի քանի ամիս առաջ։ Երկրորդը
ժողովրդի կողմից, մեր կողմից վճարվար հարկերով կատարվող գործողությունները փորձում են վերագրել իրենց, փորձում են վերագրել որպես, չգիտեմ, լավ, այսպես ասած, լավ գործ իրանց կողմից, բնականաբար սիրելի ժողովուրդ, այդ ձեր գումարներն է եւ այդ ձեր գումարները բնականաբար ճիշտ չի օգտագործվում, մենք ամենօրյա ռեժիմով, չէ՞, պարգևավճարներից սկսած կոռուպցիոն բացահայտումներից մյուսին Աստված գիտի, միջև իշխանությունը չփոխվի, մենք 100%-անոց չենք կարողանալու պարզել վերջը ինչ են արել։ Սրանք ինչքան են, չեմ ուզում կոպիտ բառ օգտագործեմ, բայց ամենայն դեպս բյուջեն ինչքանով է արդյունավետ օգտագործվել։ Եվ ձեր երկրորդ հարցի հետ կապված մենք ճիշտ ասած չենք դիտարկում այլ տարբերակ, այստեղ էլ խնդիրը գնում է առաջացան դատարանը ֆիքսեց, կոնկրետ քաղաքական կոմպոնենտը հանեց տակից, իրենց հայտարարությունների առումով նկատի ունեմ, իրենց սուտը բացահայտեց, այնտեղ մնացել է ընդամենը 2 կետ վերջին հաշվով վերցած, որոնք մենք համոզված ենք, որ վերաքննիչ դատարանը միանշանակ դա էլ է բավարարելու, բայց իրենց ցանկությունը կարող եմ ասել ինչը։ Իրենք հայտարարել են, չէ, միգուցե հեծը ունենա այնպիսի ֆինանսական խնդիրներ, որ գինը այնքան ցածր լինի, որ կառավարությունն էլ ձեռք կարողանա ձեռք բերի դա, առանց լրացուցիչ շրջվարկային պարտավորությունների։ Իրենք գնում են այս ճանապարհով, ուղղակի չեն հասցնելու մի քանի պատճառով։ Հիմա վերաքննիչ դատարանը իմ գործընկերը նշեց, շատ ներողություն, ուղղակի պարտավոր է սա շատ արագ քննել։ Մենք ճիշտ է խնդրում ենք քաղաքակրթությունից դրդված, բայց ամեն դեպքում պարտավորություն ունի ինչի համար, որովհետև հիմա պատկերացրեք իրավիճակ։ Վերաքննիչ դատարանը սկսում է քննությունը, նշանակում է, չգիտեմ, 26 թվականի հունվար, 27 թվականի հունվար կամ ամառ։ Այդ ժամանակա ընթացքում մայիսի 25-ը ավարտվում է, գնում է գերակաշահի ճանաչման փուլ ու գերակաշահը ճանաչում վաճառվում է ինչ-որ մի հատ X ընկերության։ Այս բանը չքննարկենք, դա թուրքական, ադրբեջանական է, թե ինչական է։ Այդ պարագայում վերաքննիչ դատարանի որոշումը դրական մեր օգտին ինչ է լինելու։ Դրա համար մենք խնդրում, պահանջում, հորդորում ենք վերաքննիչ դատարանից, այսպես ասած, բոլոր գործերը թողնել մի կողմ, որովհետև սա ոչ թե վերաբերում է Սամվել Կարապետյանին, ոչ թե, չգիտեմ, պետության իշխող փոքրիկ խմբակին, այլ վերաբերում է 3 միլիոն մարդու կենսական շահերին։ Նոր բաժանորդների ուշացումները նորից եմ կրկնում, կարող մի քիչ էս կողմ են կողմնի, իմ ինֆորմացիայով 1500-ը իրենց ապիկար ղեկավարմամբ։ Այսօր կորուստները իմ ինֆորմացիայով բավականին աճել են։ Իսկ կորուստի աճը անմիջական կապ ունի Սակագնի հետ։ Կորուստների աճը փորձում են, նայեք, կորուստների աճը ինչ են ասում են դուք վատ եք աշխատել, հավելագրումներ եք արել, որ մենք եկել ենք մաքուր ենք աշխատում, սա իրականն է, սա կորուստը չի աճել։ Չեն կարողանում բերեն հիմնավորում, դատարանն էլ արդեն իր որոշումով ասեց մոտավորապես, որ մոտավորապես ուղիղ ասեց չկան այդ հավելագրումները, դա սուտ է։ Հիմա կորուստի տոկոսի աճը ուղիղ կապված է Սակագնի հետ, այսինքն կորուստի տոկոսը ինչքան բարձր, Սակագինը պետք է թանկանա։ Իրենք նորից կրկնում եմ, եթե մոռացել են մեր հայրենակիցները, դուք էլ նույնպես, նորից կրկնում եմ, ընտրություններից հետո Սակագինը թանկանալու է, որովհետև այստեղ ծուղակներ են տակը դրած։ Պրիտոմ անցած անգամ, երբ որ ես հայտարարել եմ, կորուստի թիվը դրա մեջ չէր։ Ես ընդամենը այսքանի անգամ արդեն ասում եմ, ատոմակայանին այլ ֆինանսական եկամուտ 12 միլիարդ դրամ որտեղից եք դրել, որտեղից է ունենալու այդ 12 միլիարդը։ Իմ համոզմամբ 12 միլիարդը դրել են այդտեղ, բնականաբար ինչ որ այլ տարբերակներով, որպեսզի Սակագինը չթանկանա, այսինքն նախընտրական տարի է։ Ինչ վերաբերում է նորից հետ գանք նոր միացման բաժանորդին, բնականաբար իրենց ապիկարությամբ չեն կարողանում։ Իրենք անգամ վախենում են անջատումներ կատարեն պլանային, իսկ պլանային անջատումները կատարվում է վերանորոգման եւ ընդհանրապես բոլոր դեպքերում պլանային նախորոք հայտարարված։ Հիմա իրանք դա չեն անում, որովհետեւ իրանք վթարների քանակը շատ է, եթե մի հատ էլ պլանայինները անեն, ընդհանրապես այդ աճը կլինի մեր հետ համեմատած։